Քաղաքացիները այլևս անելիք չունեն, որովհետև ստեղ կազմակերպված հավաք չէր, որովհետև գործողություն չունեին կանելու, եւ ստեղ յուրաքանչյուրը իր կամքով եկել է ինքնաբուխ տարբեր տեղերից, երևի 70-90%-ի ես չեմ էլ ճանաչում, եկել էին իրենց ընկերոջը, իրենց համայնքի ղեկավարին, իրենց քավորին տեսնելու, թեկուզ մեկ վայրկյան աջակցելու, ասեմ, որ միջև կալանքի մտնել է, մենք քո հետ ենք, ուժեղ եղի։ Ցավոք այդ հնարավորությունը չտրվեց, ես տեսնում եմ, որ մեծ մասը կանայք են, հետեւաբար անիմաստ էր այստեղ սպասացնելը եւ ժողովրդին հոգնածնելը, այսինքն եթե 2 ժամ էլ կանգնեն, գեթ 1 վայրկյան չեն կարողանալու Համբարձումյան Դավիթին 100 մետր հեռավորությամբ տեսնելու։ Հետագա ինչ քայլեր կձեռնարկվեն ի աջակցություն Դավիթ Համբարձումյանի քայլերի մասին խոսենք թե մենք որպես համայնքապետարան եւ թե վարչապետին անվստահություն հայտնելու գործածի կազմակերպիչները եւ քաղաքական ուժերը մեր համայնքի ղեկավարը այս պահին գտնվում է կալանավորման մեջ եւ մենք սպասելու ենք վերաքննիչ բողոքի արդարացի վճռին։ Իսկ դուք հնարավորություն եք, որ ինչ-որ մեկին կգործուղեն որպես ժամանակավոր պաշտոնակատար, հա, որպեսզի նաև համայնքապետարանը Ես այս դատավճռից հետո որևիցե բան չեմ բացառում, բայց կարող եմ մի բան վստահեցնել եւս մեկ անգամ, որ Դավիթ Համբարձումյան խմբակցությունը ավականու այնքան կամք եւ ուժ ունի, որ իր իշխանությունը կարողանալու է Մասիս համայնքում պահելու։ Ես դա ձեզ վստահեցնում եմ որպես թե ավականու անդամ եւ թե համայնքի ղեկավարի առաջի տեղակալի։ Փաստորեն Դավիթ Համբարձումյանը թույլ չի տվել, որ կալանավորման գործընթացը շոուով ուղեկցվի, հա, մենք չենք տեսնում կադրեր, որ գետնին են տապալում, չենք տեսնում։ Ես անկեղծ ասած այդքան մանր տեղեկատվություն չունեմ այդ առումով, որ Դավիթ Համբարձումյանը ինչ է խոսացել։ Ես գիտեի, որ Դավիթ Համբարձումյանը այսօր ժամը 7:30 վայրեջք է կատարելու ինքնաթիռը Հայաստանի Հանրապետություն։ Բայց թե Դավիթ Համբարձումյանը արդյոք կարող էր ազդել, թե չէր կարող ազդել իրավապահ համակարգի վրա, ես չեմ կարող դա ասել։